ՄԱԿ-ի օկուպացված Պաղեստինի տարածքի հետաքննության անկախ միջազգային հանձնաժողովը Իսրայելին մեղադրում է Գազայում գենդերային հիմքով պայմանավորված սեռական բռնության և ցեղասպանական գործողությունների համար։ Հինգշաբթի հրապարակած ավելի քան մարդը կարող է տանել զեկույցը Իսրայելի կողմից Գազայում սեռական բռնությունների և վերարտադրողական առողջության պահպանման հաստատությունների ոչնչացման մասին է։ Սա ՄԱԿ-ի առաջին խորը հետաքննությունն է իսրայելական անվտանգության ուժերի և իսրայելցի վերաբնակիչների կողմից սեռական, վերարտադրողական և գենդերային հիմքով բռնության բոլոր ձևերի վերաբերյալ, որոնք կատարվել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր։ Հանձնաժողովը ստեղծել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը 2021 թվականին։ Հրապարակած զեկույցում ասվում է, որ հանձնաժողովն ունի բոլոր ապացույցները, որ 17-ամսյա պատերազմի ընթացքում իսրայելական ուժերը համակարգված ոչնչացրել են Գազայում պտղաբերության հիմնական կենտրոնները և վերարտադրողական առողջության պահպանման հաստատությունները։ Պաղեստինյան օկուպացված տարածքում իրականացվող սեռական և գենդերային հիմքով հանցագործությունների հաճախականությունը, մասշտաբներն ու լրջությունը ստիպում է հանձնաժողովին եզրակացնել, որ սեքսուալ և գենդերային բռնությունը Իսրայելի կողմից օգտագործվում է որպես պատերազմի մեթոդ՝ ապակայունացնելու և ճնշելու համար պաղեստինցիներին։ Հանձնաժողովը փաստագրեց սեռական բռնության ձևերը, համարելով դրանք մարդկության դեմ հանցագործություններ։ Զեկույցը հիմնված է սեռական բռնության ենթարկվածների և վկաների ցուցմունքների, ինչպես նաև փորձաքննություն անցած լուսանկարների և տեսանյութերի վրա։ Զեկույցում ներառված են նաև Իսրայելի նախարարների հայտարարությունները, որոնք պաշտպանում են անցյալ տարի Ստե Թեյման ռազմաբազայում պաղեստինցի կալանավորների նկատմամբ բռնությունները։ ՄԱԿ-ի Իսրայելի ներկայացուցչությունը չի մասնակցել զեկույցին։ Միայն ՄԱԿ-ի Իսրայելի դեսպան Դենի Դանոն է Նյու Յորքից Անվտանգության խորհրդի նիստից միացել տեսակապով և զեկույցը որակել ՄԱԿ-ի ևս մեկ ստոր և խեղաթյուրված փաստաթուղթ։ Սա հակաիսրայելական վերաբերմունք է։ Մեզ մեղադրելն անընդունելի է։ Իսկ թե մեզ հետ ինչ են արել, ՄԱԿ-ը լռում է։ Սա վառ օրինակ է։ Ճշմարտությունը պետք է իմանան բոլոր երկրները։ Հինգշաբթի իր վերջին ելույթում ռազմական կոչեր անող Իսրայելի վարչապետը հերքել է զեկույցի արդյունքները և մարդու իրավունքների խորհրդին անվանել հակաիսրայելական կրկես։ Պնդել, որ կալանավորների ոչ մի խոշտանգում չի եղել և Իսրայելը լիովին հավատարիմ է միջազգային իրավական չափանիշներին։ Բարև Իսրայելի քաղաքացիներ, մի թարմ լուր ևս, այսօր առավոտյան մենք հարձակվել ենք Դամասկոսի սրտում գտնվող իսլամական ջիհադի շտաբի վրա։ Մենք սա անում ենք, որովհետև հստակ ռազմավարություն ունենք։ Նրանք, ովքեր նախատեսում են հարձակվել մեզ վրա, մենք հարձակվում ենք նրանցից շուտ։ Սա վերաբերում է ոչ միայն Սիրիային, այլև բոլորին, նաև Լիբանանին։ Անցյալ շաբաթ մենք ոչնչացրինք Հեզբոլլահի 5 անդամի, քանզի նրանք խախտեցին պայմանավորվածությունը։ Նեթանյահուն մեղադրել է ՄԱԿ-ին կանոնադրություն խախտելու համար, պատճառաբանելով, որ թե զոհերը, թե վկաները և թե լուսանկարները անհայտ աղբյուրներից են։ Համասի ռազմական հանցագործությունների շուրջ կենտրոնանալու փոխարեն ՄԱԿ-ը հարձակվել է Իսրայելի վրա կեղծ մեղադրանքներով, հավելել է Իսրայելի վարչապետը։ Ես ապշեցի, երբ իմացա, որ Իսրայելը չի ներկայանալու։ Նեթանյահուն ասաց, որ չեն մասնակցի խորհրդին կամ դրա հետ կապված որևէ գործընթացի։ Կարծում եմ, Իսրայելի պատվիրակությանը պետք է ենթարկել կարգապահական տույժի։ Հանձնակատար Քրիս Սիտոդի կարծիքով Իսրայելը չի ներկայացել, որովհետև Իսրայելի դեսպանները հոգնել են ստեր մոգոնելուց։ Մարիամ Ամիրջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։